Բարի առավոտ իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, Կոտայք TV եթերում բարի լույս ծրագիրն է, իսկ ձեզ համար տաղավարում աշխատում եմ ես, Ալիտա Եղիազարյանս։ Այսօր մայիսի 8-ն է, եւ այսօր նշվում է Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի միջազգային օրը։ 1859 թվականի հունիսի 24-ին հյուսիսային Իտալիայի Սոլֆերինո քաղաքի մոտ բախվում են ավստրիական կայսրության եւ Ֆրանկո-Սարդինյան միության զորքերը։ Մի քանի ժամ անց արդեն մարտի դաշտում 40,000 վիրավոր եւ զոհ կար։ Շվեյցարացի վաճառական Անրի Դյունանը դեպի Ալժիր ճանապարհորդության ճանապարհին պատահաբար այս դեպքի ականատեսն է դառնում։ Տեղաբնակների օգնությամբ Դյունանը փորձում է օգնել վիրավորներին։ Ցնցված այս դեպքերից նա ընդհատում է ճամփորդությունը, վերադառնում Ժնև, տպավորություններ է շարադրելով հիշողությունել Սոլֆերինոյի մասին գրքում։ Այն մեծ արձագանք է ստանում Եվրոպայում։ Գրքում Դյունանը առաջարկում է յուրաքանչյուր երկրում հիմնել մի կազմակերպություն, որը պատերազմի ժամանակ զինված ուժերի բուժազնակազմին օգնող կամավորներ կպատրաստեր։ Պետություններին առաջարկում է համաձայնության գալ զինված ընդհարումների ժամանակ վիրավորներին օգնության մասին դրույթների շուրջ։ Այս գաղափարները կյանքի կոչելու նպատակով 1863 թվականի փետրվարի 9-ին Շվեյցարիայի 5 քաղաքացի հիմնում են 5-ի կոմիտեն, որն այնուհետև վերածվում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի։ Կոմիտեն Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի միջազգային շարժման հիմնադիր մարմինն է։ Շարժման կազմում են Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի ազգային ընկերությունների ֆեդերացիան եւ 186 անդամ երկրների ազգային ընկերությունները։ 1963 թվականին Ժնևի համաժողովում որոշում է ընդունվում աշխարհի բոլոր երկրներում Կարմիր խաչի ազգային ընկերություններ ստեղծելու մասին։ Սպիտակի երկրաշարժից հետո 1989 թվականին ֆեդերացիան Հայաստանում բացեց իր գրասենյակը։ Երկար տարիների նվիրյալ աշխատանքը մարդասիրական կազմակերպությանը բերել է մեծ համբավ ու վստահություն։ Նաև նշեմ, որ այսօր է ծնվել իսպանացի երգիչ Էնրիկե Իգլեսիասը։ Նա աշխարհահռչակ Խուլիո Իգլեսիասի որդին է։ Իր կարիերան սկսել է 1990-ականների կեսերին իսպանալեզու ալբոմներով եւ շուտով դարձել է լատինական փոփի միջազգային աստղ։ Էնրիկեն ստացել է բազմաթիվ մրցանակներ, այդ թվում Գրեմի, Բիլբորդ եւ Լատին Գրեմի։ Նա վաճառել է ավելի քան 180 միլիոն ձայն ասկավառակ։ Իսկ հիմա, սիրելի հեռուստադիտողներ, առաջարկում եմ միասին դիտենք երգչի տեսահոլովակներից մեկը, վերադառնանք եւ շարունակենք եթերը։ Բարի լույս նրանց, ովքեր նոր են միացել մեզ, մեր հյուրը արդեն տաղավարում է, սիրով ներկայացնեմ նրան, այսօր մենք զրուցելու ենք գրող հոգեբան, մոտիվացիոն խոսնակ եւ սցենարիստ Արփի Վանյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Լավ, շնորհակալ եմ հրավերի համար։ Մենք նույնպես շնորհակալ ենք մեզ հյուրընկալելու համար։ Սովորաբար Տիկին Վանյան, ինչպես է սկսվում ձեր առավոտը եւ ինչն է ամենաշատը ձեզ մոտիվացնում։ Իմ առավոտը սկսվում է ժպիտով, սովորաբար այդպես, արթնանում եմ լավ տրամադրությամբ։ Ունեմ արդեն պլաներ, ինչպես եմ իմ ապրելու, անելու, անցկացնելու, ժպտում եմ իմ տան անդամներին ու շտապում եմ աշխատանքի օֆիս իմ մոտ, այնտեղ մի բաժակ սուրճ, հանգստության մեջ, լռության մեջ ու արդեն աշխատանքային օրը սկսվեց իր պլանավորված եւ ոչ պլանավորված իրադարձություններով։ Նաև ես ներկայացնելուց նշեցի, որ դուք նաև ոչ միայն հոգեբան եք, այլ նաև մոտիվացիոն խոսնակ, դա կարծես մի փոքր նոր տերմին է, ինչ է իրենից ներկայացնում եւ ինչ է անում մոտիվացիոն խոսնակը։ Մոտիվացիոն խոսնակը մոտիվացնում է մարդկանց, եթե կարճ այսպես, այսինքն թույլ է օգնում է մարդուն, որ նա հասկանա, տեսնի իր ուժեղ կողմերը եւ դրանց վրա շեշտը դնելով ապրի իր կյանքը, այսինքն խնդիրները օրինակ տեսնի լուծման տեսանկյունից, ոչ թե միայն խնդիր ու վերջ ավարտվեց ամեն ինչը, խնդիր ու դա հնարավորություն է, շանս է ավելի լավը դառնալու, ավելի հաջողակ դառնալու, օրինակ ես խնդիր այդպես եմ ընկալում։ Իսկ կա տարբերություն հոգեբանի եւ մոտիվացիոն խոսնակի միջեւ։ Դե այդ կա, իհա, բնականաբար կա, այո։ Նաև դուք ոչ միայն հոգեբան եք, նաև գրում եք, խոսենք նաև ձեր մասնագիտական անցածողու մասին, ինչու ընտրեցինք այս հոգեբանություն մասնագիտությունը եւ նաև երբ սկսեցիք արդեն գրել։ Հոգեբանությունը դա իմ երկրորդ մասնագիտությունն է, առաջին մասնագիտությամբ ես լրագրող եմ։ Երկար տարիներ աշխատել եմ որպես լրագրող Արցախում, նաև այստեղ եմ աշխատել, դեպի հոգեբանություն իմ ճանապարհը շատ երկար էր, բայց այսպես ասած կտրուկ կատարվեց իմ ներքին ցավից ելնելով, երբ մահացավ իմ մայրիկը ու ես շատ ծանր էի տանում դա,
ու անդալ փնտրում էի ինչ որ միջոց այդ ցավը հաղթահարելու գրքեր էի կարդում, հոգեբանության մեջ էի խորացել ու ծնվեց իմ առաջի գիրքը, որը այստեղ չկա, դա անհնարին հնարավոր գիրքներ, ինչպես հաղթահարել ցավը։ Այդ գրքի հետ միասին ես հաղթահարեցի իմը եւ որոշեցի, որ այն կօգնի նաեւ ուրիշներին հաղթահարել իրենց ցավը եւ դա այդպես էլ եղավ։ Հազարավոր օրինակներ վաճառվել են ու հազարավոր մարդիկ ինձ նամակներ են գրել այդ մասին, թե ինչպես այդ գիրքը իրենց օգնեց իրենց այս կամ այն խնդիրը վերքը բուժելու ճանապարհին։ Իսկ հոգեբանությունը արդեն որպես մասնագիտություն ընտրեցի մի 3 տարի առաջ, ավարտել եմ արդեն կառավարման ակադեմիայի հոգեբանություն բաժինը եւ մագիստրատուրան ու աշխատում եմ։ Նաև շատ հաճախ լսում ենք, երբ որ ասում են հոգեբանները նույնպես ունենում են հոգեբանի կարիք։ Ձեր դեպքում դուք ունենում եք հոգեբանի կարիք, թե դուք ինքներդ կարողանում եք ձեզ համար լինել հոգեբան եւ մոտիվացնել ձեզ։ Լավ խոսքի իհարկե ունենում եմ ու ունեմ հոգեբան ու մոտ ես գնում եմ խոսում եմ դա անպայման է, անպայման հոգեբանը պետք է նաև ունենա հոգեբան ու մոտ ինքը կարող է, եթե դու քո խնդիրները չես հաղթահարել, դու չես կարող օգնել մարդկանց, դա միանշանակ այդպես է, բայց հոգեբանի մասնագիտությունը ինձ օգնում է նաև իմ խնդիրները ինքս էլ լուծեմ, հա, որ ես հասկանում եմ օրինակ եթե ես այսպես եմ բարվել, այսպես եմ ասել, այսպես եմ զգացել, դրա տակ ինչ կա, ինչու եմ ես դա անում, դա իմ որ բաց վերքն է, դա իմ որ տրիգերն է, որ հույզն է չբավարարված, չգիտեմ, պահանջմունքն է, այսինքն ամեն դեպքում այդ մասնագիտությունը թույլ է տալիս, որ դու ավելի շատ ինքդ քեզ օգնես, ավելի ճիշտ կարողանաս քեզ օգնել։ Նաև վերջին օրերին շատ մեծ պահանջարկ է ստանում հենց հոգեբանի մասնագիտությունը, այսպես ասած շատ են գնում հոգեբանի մոտ եւ դարձել է մոդայիկ, այ ավելի շատ դուք շփվում եք կանանց հետ, թե նաև տղամարդիկ նույնպես արդեն սկսել են դիմել հոգեբանի։ Գիտեք, մի հետաքրքիր բան եմ նկատել, տենդենս եմ նկատել, 2 տարի առաջ, օրինակ, հնարավոր չէր կամ գրեթե անհնար էր, այսպես ասած, հայ տղամարդկանց բերել հոգեբանի մոտ։ Ինչ եք խոսում, ոնց կարելի է գնալ։ Ես հո գիժ չեմ, այսպես են ասում, ու անգամ դժվար էին տարանջատում, որ հոգեբանի մոտ գիժ չի գնում, նույնիսկ բառը վատ բառ օգտագործեցի, այնուամենայնիվ, հա, ասենք հոգեկան խնդիրներով մարդիկ գնում են հոգեբույժի մոտ, այսպես ասենք։ Իսկ հոգեբանի կարիք ունեն բոլորը, ամեն մարդու հետ փողոցից բռնես ինքը ունի հոգեբանի կարիք։ Բայց հիմա փոխվել է պատկերը ու այո, տղամարդիկ շատ են գալիս, կանայք իհարկե ավելի շատ, բայց տղամարդիկ եւս շատ են գալիս, որովհետեւ իրենք ավելի շատ խնդիրներ ունեն, պատճառը նա է, որ կանայք օրինակ կարողանում են խոսել, արտահայտվել, մենք խոսում ենք, ճիշտ է, մենք խնդիր ունենք, խոսում ենք այդ մասին, լացում ենք, գոռում ենք, չգիտեմ ինչ ենք անում։ Իսկ տղամարդիկ ամբողջը ներս են գցում, ինչ են ասում տղամարդկանց փոքր տարիքից, ասում է ամոթ է, տղան չի լացի, բայց եթե բնություն տղային տվել է հույզ, տվել է արցունքներ, ինչ է նշանակում չի լացի, իհարկե պիտի լացի, եթե լաց գալիս է պիտի լացի, ու այդ ինքը այդ լացը փոխանակ հանի ուր է տանում, ներս։ Եվ դրա համար մենք ցավոք սրտի ունենում ենք 30-35 տարեկանում արդեն ինֆարկտից մահացած հիվանդ տղամարդիկ, որտեղ այդ իրենց դուրս չհանած հույզերն են, իրենք չգիտեն անգամ ինչ հույզ ունեն, ինչ են զգում, այ երբ գալիս են ու մենք սկսում ենք խոսել, չգիտեմ, տրանսֆորմացիան մի հատ աննկարագրելի է լինում։ Այս տղամարդիկ ինչ են զգում, որովհետև այնքան են լցրել իրենց ներսում, հա, դրա համար դարձել են ագրեսիվ։ Ինչու են մեր տղամարդկանց մեծ մասը ինչու է ագրեսիվ, ինչու ունեն ինչ որ ոչ ճիշտ համոզմունքներ, կինը պիտի սենց լինի, տղամարդը պիտի սենց լինի, հա, տղամարդը գայս ասում, տղամարդը որ մտնում է տուն, բոլորը իրեն պիտի հարգեն։ Այ մարդ ինչ է նշանակում հարգեն, ասում եմ տունը, որ բան չի, հիմնարկ չի, այնտեղ բանակ չի, որ մտա բոլորը պիտի վեր կենան, ինչ որ սենց բաներ անեն, չէ, այդտեղ ընտանիք հա, այդտեղ գլուխ չկա, կարևոր չկա, երկրորդ, որտեղ եթե դու կարևոր ես, ուրեմն մյուսը երկրորդական է։ Եթե դու գլխավոր ես, մեկը ինչ, ոչ կարևոր է, այսինքն ինչ է նշանակում, ընտանիքում բոլորը իրար հավասար են, եթե մենք սա ընդունենք, մենք կսկսենք մեր երջանկության ճանապարհը։ Այս ձեր այցելություններից հետո նկատում եք փոփոխություն մեկ մարդկանց։ Այնել ինչպիսի, իրենք հետաքրքիր է, որ իրենք էլի են ուզում գալ։ Տղամարդիկ ուզում են գալ, կանայք գրում են շնորհակալ ենք, իսկ ինչ լավ ստացվեց, ինչպես է փոխվել իմ ամուսինը եւ այլ, այո, անպայման։
Նաև շատ հաճախ մենք երջանկություն ասվածը հարաբերականորեն մարդիկ հասկանում եւ ձեր գրքում հենց խոսելու ենք այսօր իսկ 3 գրքերի մասին։ Առաջին գիրքը ինչպես դաստիարակել երջանիկ եւ հաջողակ երեխա։ Ինչպես է հնարավոր դաստիարակել։ Նախ ասեմ, որ հնարավոր է, այո, բայց դա անելու համար նախ հենց դաստիարակողը պետք է լինի երջանիկ ու հաջողակ։ Իսկ հնարավոր է ոչ երջանիկ ծնողը դաստիարակի մեծացնի երջանիկ։ Ոչ, իհարկե չէ, դա հնարավոր չէ, դա անհնարին է, որտեղ մենք եթե այս բաժակի մեջ ջուր է, իսկ ես ձեզ ասում եմ ինձ տվեք սուրճ, դուք չեք կարա, չէ՞ տաք սուրճ, որովհետև դուք չունեք այդ սուրճը, դուք ունեք ջուր, դուք կարող եք տալ միայն այն, ինչ ունեք։ Նույն ձևով, եթե ես երջանիկ չեմ, եթե ես հաջողակ չեմ, ես որտեղից եմ ու ինչպես եմ տալիս այն, ինչը ես չունեմ։ Իսկ երջանկությունը նաև շատ հարաբերական է, ինչպես պետք է հասկանալ, դու երջանիկ ես։ Ինչպես հասկանալ, շատ տակրկիր հարց է, երբ օրինակ օրվա մեծ մասը դու ավելի դրական էմոցիաների տակ ես, քան բացասական, երբ դու ավելի շատ ժպտում ես, քան տխրում ես, երբ դու շատ ավելի սիրում ես, քան ատում ես, շատ ավելի բարի ես, քան չարացած ես, իսկ դա երբ կարա լինի, երբ մենք ինքնարեալիզացված ենք, ինձ թվում է, երբ մենք կարողացել ենք այս կյանքում հասնել նրան կամ իմանալ, թե մենք ինչի համար ենք օրինակ ծնվել։ Երբ մենք անում ենք այն, ինչ սիրում ենք, ինչ ուզում ենք, երբ մենք չենք անում այն, ինչը չենք ուզում ու չենք սիրում։ Որովհետև եթե մենք անընդհատ ու պարբերաբար ու անընդհատ անում ենք այնպիսի բաներ, որոնք չենք ուզում անել, բայց պիտի անենք, հա, պիտի ինչու մեկը գրել է, հա, որ մենք պիտի սա անենք։ Մենք ինչ ենք ուտակում մեր ներսում, ինչ ենք զգում։ Բնականաբար ագրեսիա, չէ, չարություն, ու մենք դառնում ենք զոհ։ Ով է զոհը, ով միշտ ստիպված է անել բաներ, որոնք ինքը չի ուզում անել, դա իրեն դուր չի գալիս։ Ճիշտ է, իսկ զոհը կարա երջանիկ լինի։ Զոհը իր մեջ ինչ է կուտակում, բնականաբար կուտակում է չարություն, եթե չասենք ագրեսիա, թեկուզ այո, դա էլ է կուտակում է չարություն, եւ ում վրա պիտի թափի չարությունը, դե ասեք։ Երեխաներ։ Իհարկե, թիրախը երեխաներն են, այնտեղ այս փուջուրիկը մի հատ, չգիտեմ ինչ այդտեղից շարժեց, ինչ որ մի բան արեց, մաման գնում է գոռալու։ Հետո իրեն վատ ասում, ասում ինչու եմ գոռացել։ Այստեղ է խնդիրը, ինչու ես գոռացել, քո որ պահանջմունքն է բազային չբավարարված։ Եվ նաև հենց գրքում հետաքրքիր հատված կա, որ մենք բոլորս զոհ ենք մեր ծնողների, իրենց ծնողների, մեր երեխաներն էլ ցավոք մեր։ Այն զոհի մասին է խոսքը։ Այն հենց զոհի մասին է խոսքը, այն հենց դրա մասին է խոսքը, այսինքն եթե մայրը գնացել գոռացել է իր երեխայի վրա, ճիշտ է։ Այս երեխան զոհ է, ինչու՞, որովհետև իր մոտ ինքնագնահատականը իջավ, ինքնավստահությունը իջավ, ձևավորվում է համոզմունք, որ ես վատն եմ, դրա համար իմ վրա գոռացին, ես վատն եմ, ես չեմ արդարացնում իմ մամայի, իմ ծնողների պահանջները, սպասումները, այսպես ասած, հա, այս մեր երեխան դարձավ զոհ։ Հիմա այս մաման ինչու է գոռացել։ Ինչ խնդիր ունի։ Ու գնացին, որովհետև իր մաման իր վրա էր գոռում։ Իր մաման էլ իրեն չէր նկատում, որ իր մաման իրեն իր մայրիկը իրեն միայն այն ժամանակ էր նկատում, երբ ինքը օրինակ տունը մաքուր էր աղվում։ Երբ դպրոցից 10 էր բերում։ Իսկ մնացած դեպքերում, երբ օրինակ ասում էր, «Ես շորի չեմ հագնելու, չեմ ուզում, ես դուր չի գալիս, չեմ ուզում գամ ամաները սրբեմ, մի քիչ ուզում եմ պառկեմ», մայրիկը ինչ էր անում։ Դու վատն ես, ցույց էր տալիս, որ դու վատն ես, դու ինձ հիասթափեցրիր։ Ու այդ աղջկա մոտ համոզմունք է ձևավորվում, որ ինքը պիտի գոհացնի, որ իրեն սիրեն։ Զոհա թե զոհ չի, որովհետև գոհացնողը զոհ է։ Որտեղ կարող ես չեմ ուզում այդ պահին քեզ գոհացնեմ, ինչու պիտի ես քեզ գոհացնեմ։ Ես ուզում եմ անեմ այնպես, ինչպես ես եմ ուզում օրինակ, առանց քեզ վնասելու բնականաբար։ Զոհա, իսկ ինչու է իր մայրիկը այդպես արել։ Նաև շատ այո, հաճախ նաև ծնողները ասում են, որ երեխաներն են մեղավոր, ոչ թե հենց իրենք։ Այո, շատ ճիշտ է, երբ ես օրինակ ծրագրեր եմ անում, ծնողավարության ծրագրեր, դեռահասների համար ծրագրեր եմ անում, դեռահասների համար հենց ծրագիր եմ անում, հազարավոր մարդիկ գրանցում են իրենց երեխաներին։ Ու այսինքն ինչ է նշանակում, որ իրենք կարծում են, որ երեխան ունի խնդիր, իրենք խնդրեմ չունեն, սա երեխայի խնդիրն է։ Հենց ծնողավարության դաս եմ անում, տրեյնինգ մի 5-10 հոգի, պատկերացնում եք, որովհետև բոլորը կարծում են, որ իրենք ճիշտ են, ասում է իմ երեխան ինչ չի ենթարկվում, այդ ինչ է,
Սա կարող եք ասել, ունեք ինչա, ենթարկվելը որն է, ոնց կարելի է 3 տարեկան, 5 տարեկան, 15 քանի տարեկան դեռահասին օրինակ ստիպել, որ ինքը ենթարկվի, սա կամ կոտրել չի, սա էմոցիոնալ բռնություն չի, չպիտի ենթարկվի, պիտի սիրի, պիտի լսի, այսինքն ծնողը, սա ծնողավարության ավտորիտար ոճն է, այս ոճը, հա, դու պիտի ինձ լսես, ես ճիշտ եմ, ես մամա եմ, ես պապա եմ ու վերջ։ Այս դեպքում երեխաները փակվում են, այս դեպքում երեխաները անինքնավստահ են, իրենք չեն ուզում ծնողների հետ կոնտակտի դուրս գալ, իրենք սկսում են խաբել, ստել ծնողներին, չասել, անցնում են ինտերնետի մեջ, սոցիալական ցանցերի մեջ են, խաղերի մեջ են, մի խոսքով ամեն վատ բան, որ կարա լինի այս ամեն ինչից։ Ու կա հեղինակային ծնողավարության ոճ, հա, ավտորիտետը, որ ասում են, դա որ ծնողն է, որ կարողանում է լսի։ Կարողանում է ոչ թե պարտադրի, այլ համագործակցի, պայմանավորվի։ Ես չեմ ասում երեխան ծնողին չլսի, դες բան չկա։ Իհարկե պիտի լսենք, բայց ոչ թե ենթարկվի, այլ լսի, այնքան սիրի ու այնքան հարգի ու այնքան վստահ լինի ծնողի վրա, որ ծնողի ասած իր համար լինի կարևոր, հեղինակավոր բան լինի։ Այս դրա մասին է խոսքը։ Նաև շատ հաճախ ականատես ենք լինում, որ ծնողները պարտադրում են օրինակ երեխային, որ ընտրի այս կամ այն մասնագիտությունը կամ հաշվի չառնելով, համարելով, որ դա երեխայի համար ավելի լավ է եւ հաշվի չառնելով, թե երեխան ինչ է ուզում։ Ինչպես անել, որ ծնողը ավելի լինի հոգեբան եւ խորհրդատու, այլ ոչ թե պարտադրի իր ուզածը։ Ինձ այդ հարցը շատ տանջում, ինչպես անել։ Ես իմ ասով ամեն ինչ անում եմ, հնարավորն ու անհնարինը, որպեսզի ինչքան հնարավոր է շատ ծնողներ դա հասկանան, լսեն, կարդան, չգիտեմ, փորձեն ինքնազարգանան եւ այլ։ Ես չեմ եղադրում ծնողներին, ոչ մի ծնողի չեմ եղադրում, որովհետեւ բնականաբար ծնողը իր երեխայի լավն է ուզում։ Սա չի քննարկվում։ Բայց ինչու է այդպես վարվել, հա, լավ ուզելով, ինչու է ոչ ճիշտ վարվել, որտեղ այդքան գիտել։ Ինքը ինչքան գիտի, այդքանի վարվել է։ Որտեվ այս ամեն ինչը ոչ դպրոցներում են սովորեցնում, ոչ ինստիտուտներում են ասում, ոչ ծնողները մեր գիտեին, որ մեզ ասեն, այսինքն որտեղից մարդը պիտի դա իմանա։ Ինքը պիտի կամ ինքնակրթվի, կամ չգիտեմ, երևի ինքնակրթվի, այդպես, այդքան բան, հա, ինքը պիտի ինքնակրթվի։ Եթե դուք իմանաք ինձ դիմող անհատական խորհրդատվության դիմող ինչքան կանայք ու տղամարդիկ կան, սխալ մասնագիտության մեջ տառապող, ես կարող եմ այսպեսի անգամ մի հատ օրինակ բերել, երբ մի հատ բժշկուհի էր եկել ու ինքը իր կլինիկան ուներ, եկավ 2 ժամ նստել էր մոտս 2 ժամ լացում էր, ասում է ես պարուհի եմ, ես ինչու եմ բժշկուհի, ես բժիշկների ընտանիքից եմ, ես ուզում էի պարուհի դառնայի, ու իմ մերոնք ասեցին, ես ինչ անորոշ բաներից ես խոսում, պարուհին որն է, դու պիտի դառնաս բժշկուհի։ Ստիպեցին, աղջիկը ընդունվեց, մի կերպ ավարտեց, պատկերացնում եք 9 տարի սովորել մի բան, որը դու չես ուզում, քոնը չի, սա մի հատ տառապանք արդեն, ստրեսային իրավիճակ, հոգեվիճակ եւ այլը։ Հետո ավարտեց, հետո մի հատ կլինիկա նվիրեցին, դե գնա աշխատի։ Ինքը ասում է, ես իմ հիվանդներին ատում եմ։ Այ ով կուզենար հայտնվել այդպիսի բժշկի մոտ, ով ատում է իր հիվանդներին։ Բայց ինքը մեղավոր չի։ Դա իրենը չէ, ինքը ասում է ես պարուհի եմ։ Հիմա որն է լավ այդ ծնողի համար, որ իր աղջիկը օրինակ դառնար երջանիկ պարուհի, թե այսպես դժբախտ բժշկուհի։ Որտեվ ինչն է, ինչու եք մեկ այդպես անում, մենք մտածում ենք, թե մեր երեխաները մեր սեփականությունն են։ Բայց իմ երեխան է։ Այսինքն իմ սեփականությունն է, այնինչ այդպես չի, երեխաները մեր միջոցով աշխարհիկած նոր մարդիկ են։ Իրենց ճակատագրով իրենք իրենց բաժին քարեր ունեն, որոնց պիտի իրենց ոտքերը խփեն, որ սովորեն։ Իսկ գրքի մեջ կան նաև խորհուրդներ եւ ինչ գաղտնիքներ է պարունակում գիրքը։ Այո, բավականին այս ամեն ինչի մասին եւ տեխնիկաներ կան, եւ խորհուրդներ կան, եւ մեթոդներ կան, խաղեր կան, ամեն ինչ կան ու շատ են ձեռք բերում այս գիրքը ծնողները եւ շատ արձագանքներ եմ ստանում, որ օգտագործելով գրքում գրած կանոնները, օրենքներն ու մեթոդները իրենք կարողացել են ինչ-որ չափով շտկել իրենց երեխաների հետ հարաբերությունները։ Նաև երբ որ խոսում ենք, որ ծնողը բարկանում է երեխայի վրա, շատ հաճախ գոռում է, նաև լսում ենք, որ նրանք երջանիկ են եղել ինչ-որ ժամանակ, բայց կյանքի բերումով ինչ-որ դժվարությունների բախվելով, կյանքը ստիպել է, որ մի փոքր ավելի դարձել են բարկացկոտ կամ ավելի ագրեսիվ։ Կա այդպիսի բան, կյանքի դժվարությունները հնարավոր է բերեն
որպեսզի եւ ինչ անել որ դա չփոխի մարդու հայեցակարգը եւ վերաբերմունքը կյանքի նկատմամբ։ Տեսեք, կյանքի դժվարություն ասվածը չգիտեմ որն է դա, իրավիճակների մասին է, չէ՞ երևի խոսքը, հա, մեր կյանքում հայտնվել է այսպիսի իրավիճակ։ Այդ համար եմ ասում նորից ինքնակրթվելը շատ կարեւոր է։ Երբ դու հասկանում ես, որ դա նախ իրավիճակ է քո կյանքում, ոչ թե քո կյանքը։ Երբ դու այդ իրավիճակը փոխել չես կարողանում, որն է ելքը, փոխել իրավիճակի հանդեպ քո մոտեցումը, որտեղ հոգեվիճակը քոնն է։ Կա իրավիճակ, օրինակ, բոլորի կյանքում կարող են լինել այդպիսի իրավիճակներ, երբ մենք ազդեցություն չունենք այդ իրավիճակի վրա, ուղիղ չենք կարող ազդել, բայց հոգեվիճակը մերն է, չէ՞։ Մենք մեր հոգեվիճակի վրա կարող ենք, այսինքն ես ինչպես եմ որոշում ընտրում, այդ իրավիճակի մասին մտածել, ընդունել այդ իրավիճակը։ Հիմա կոնկրետ օրինակ, ես իմ օրինակով միշտ բերում եմ Արցախի հետ կապված, սա դաժան իրավիճակ է, որտեղ ես գիտեմ, Արցախը ինձ համար ժամանակավոր օկուպացիայի մեջ է, ու իմ ծնողների գերեզմանները այնտեղ են, ես չեմ կարողանում գնալ վաղ մայիսին, վաղ մայրիկիս ծնունդն է, ես չեմ կարող գնալ իր գերեզմանին ծաղիկներ դնել եւ այլն։ Եթե ես մտնում եմ դրա մեջ ու անդադ սկսում եմ մտածել, ես զգում եմ, որ հիվանդանում եմ, շատ վատ եմ եւ այլ, ու դա նորմալ է, որ այդպես պիտի լինի։ Ինչ անել։ Հա, իրավիճակը դա այդպեսի։ Ես չեմ կարող փոխել այստեղ ոչ մի բան։ Չեմ կարող, ուղիղ ազդեցություն չունեմ, բայց հոգեվիճակը իմն է։ Ու ես ընտրում եմ ինչ անել։ Ես ընտրում եմ օրինակ օրը 15-20 րոպե լացել, գոռալ, չգիտեմ ինչ էմոցիա կգա ինձ մոտ, ես դա թույլ եմ տալիս ինձ անել, որովհետեւ եթե ես դա չանեմ, ինքին սպանելու է ներսից։ Հետո ընտրում եմ օգնել, օրինակ, եւ այլը։ Հիմա տարբեր բաներ եմ ընտրում, որոնք ես անում եմ ինձ հանգստացնելու ու այս իրավիճակը մահացու չընդունելու համար, այսպես ասեմ։ Այդպես էլ մեր կյանքում ցանկացած իրավիճակ բոլորին կարելի է նայել, կամ օրինակ մի խենթ բան կա ինձ մոտ, երբ օրինակ ինձ մոտ խնդիր է առաջանում, ես ասում եմ ուղ խնդիր է։ Հիմա ես կգտնեմ ելքը ու այս խնդրից ավելի մեծ ձեռբերումով դուրս կգամ։ Միշտ այդպես է լինում։ Այդ մենք այստեղ ինչ ենք տրվալում։ Այո։ Նաև խոսենք հաջորդ գրքի մասին, շարունակությունը կինն է, թե բիզնես, ինչպես հարստանալը։ Հիմա չեմ հիշում, որը չէ կինն է, կինն է։ Դա նույն շարունակությունն է գրքի, նույն խորհուրդներով է շարունակվում։ Չէ, սա գեղարվեստական վիպակ է, կինը վիպակ է կնոջ մասին, ով ուներ երազանք, հետո մոռացավ այդ երազանքի մասին, ինչպես հազարավոր մեր կանայք ու մանավանդ հայ կանայք, որովհետև ձուլվեց ընտանիքի գաղափարին, երեխա, ամուսին, մամա, մայրիկ հիվանդ, հայրիկ եւ այլը մոռացավ ու իր կյանքում եկավ մի պահ, երբ այդ ամեն ինչը ամուսինը սկսեց դավաճանել, հետո վթարի ենթարկվեց ու ինքը հայտնվեց մենակ երեխայի հետ այս կյանքի հորձանուտի մեջ։ Ինչ անել։ Պետք է իրեն վերագտնել, ինքը ամբողջովին հոգեբանություն է, բայց վիպակի, այո, զոհի մասին ինչ է լինում մարդու հետ, երբ ինքը մոռանում է իր երազանքի մասին, ինչ է լինում, ու ինչ է կատարվում, ինչ տրանսֆորմացիա, երբ դու հիշում ես, վերհիշում ես, այսպես ասենք, հա, վերագտնում ես քո երազանքը ու սկսում ես քայլել դեպի դա, ինչ է կատարվում քեզ հետ, ինչ տրանսֆորմացիա։ Սա գիտեք ինչ էր, այս գիրքը էլի բեսթսելեր է եղել, տարիներ շարունակ այստեղ Հայաստանում, նաև թարգմանված է անգլերենով, թարգմանված է արաբերենով, ու հարյուրավոր կանայք բառից բուն իմաստով նամակներ են գրել, բոլորի մոտ նամակները սկսել են այսպես. Այս գիրքը իմ մասին է, գլխավոր հերոսուհին ես եմ։ Բոլորը իրենց նույնականացրել են գլխավոր հերոսուհու հետ, որովհետև ինքը շատ հավաքական կերպար է, ինձ այցելած բոլոր կանանց հավաքական կերպարը։ Իսկ ձեր գրքերում հիմնականում իրական հերոսներ են թաքնված, թե հորինված գրքեր։ Դա եմ ասում, էլի, հենց այս գրքի, կինոգրքի գլխավոր հերոսուհին, այո, հավաքական կերպարը բոլոր իրական հերոսուհիների, հավատացեք։ Այ բոլոր նրանց, ովքեր ինձ գրել են դա ես եմ, այ իրենց բոլորի կերպարն է, որովհետև իրոք ռեալ հավաքական կերպարը։ Իսկ ինչ եք նկատում վերջին տարիներին կնոջ դերը որքանով է փոխվել հայ հասարակությունում։ Կինը սկսել է ինքը իրենով հետաքրքրվել, նկատել, փորձել սիրել իրեն, փորձել զբաղվել իրենով, փորձել հասկանալ, որ ինքը անհատականություն է,
ինքը կարող է, ինքը պիտի զբաղվի նաև իրենով, ու դա շատ գովելի է, որովհետև նորից եմ ուզում դրան անդրադառնալ, եթե մայրիկը երջանիկ չի, աղջիկը իր աղջիկը չի կարող երջանիկ լինել։ Աղջիկը տեսնում է մայրիկ, ոչ երջանիկ, իր մոտ ենթագիտակցական ծրագիր է գրվում կնոջ կերպարի, ինչպեսի պիտի լինի։ Այսպեսին, տխուր, թոշնած, լացող, դժբախտ, վերջ, ու ինքը դառնում է այդպեսին։ Տղան տեսնում է իր մայրիկին, իր բազային կինն է, կյանքի իր ճանաչած առաջի կինը։ Այսպեսի կին, ինչ-որ մի հատ կին։ Ինքը ընտրում, սիրահարվում է այդպեսի կնոջ։ Հետո Նաև շատ հաճախ լսում ենք, որ այս գործը կնոջը ավելի սազական չէ։ Դա փոխվել է մեր հասարակության մեջ հիմա։ Օրինակ, կամ բարձր պաշտոնյա կանանց հիմա նկատել, որ դա ավելի շատ կանանց գործ չի, կամ այլ տարբեր գործեր, որոնք մտածում են հենց տղամարդու գործ պետք է լինի։ Ես օրինակ գտնում եմ, չգիտեմ ինչքանով է դա փոխվել, բայց փոխվել է, կանայք հիմա բիզնեսի մեջ են, չէ, բիզնեսներ ունեն, կանայք պաշտոնների մեջ կան, ու դա շատ լավ է։ Ես գտնում եմ օրինակ, որ եթե աշխարհը ղեկավարային երջանիկ կանայք, հիմա տղամարդիկ դուրս կգան իմ դեմ, բայց դե ես այդպես եմ գտնում, որ եթե աշխարհը ղեկավարային կամ մեծ մաս ղեկավարային երջանիկ կանայք, այս աշխարհը մի քիչ այլ ձևով կլիներ։ Երջանիկ կանայք, բայց ոչ թե դժբախտ կանայք։ Ձեր պատկերացմամբ ինչպես կլիներ։ Հանգիստ, խաղաղ, ծնողը ինչպես կվարվի իր երեխայի հետ, այդպեսին, առանց պատերազմների, առանց իրար ինչ որ մի բան ապացուցելու, ես լավ տղա եմ, չէ, ես եմ լավ տղա, ես ուժեղ եմ, չէ, ես եմ ուժեղ եւ այլը։ Այսինքն խաղաղություն կլիներ ինձ թվում է։ Համենայն դեպս այսքան պատերազմները չեն լինի։ Ես այդպես եմ մտածում։ Նաև խոսենք վերջին գրքի մասին, վերնագիրը ինչպես հաջողել հարստանալ, մարդիկ շատ ինչու են ձախողում եւ վախենում նոր բիզնես սկսելուց օրինակ։ Այո, ինչու են վախենում։ Ինչու չեն հարստանում։ Ճիշտ է, որտեղ վախենում են։ Ինչից են վախենում։ Ռիսկից են վախենում։ Վախենում են, բա որ անեմ ու ձախողեմ։ Գնում եք մանկություն։ Ինչ էր լինում մանկության տարիներին, երբ երեխան մի բան այն չէր անում։ Այդ երեխան, ով ուզում է հիմա ինչ-որ բան անի, բայց վախենում է, որ կձախողի, ճիշտ է։ Այդ երեխայի հետ, երբ ինքը օրինակ փոքր ժամանակ մի բան սխալ էր անում, ինչ էին անում ծնողները։ Ասում էին, այ դու վատ երեխա, ինչու ես արել։ Այսինքն սխալվելը, ձախողվելը իր մոտ արդեն նույնականացվել է վատ մարդ լինելու հետ, անհաջողակի հետ։ Վերջ։ Վախենում է, տրավմաներ ունեն, դրանք հոգեբանական տրավմաներ են, մարդը վախենում է ձախողելուց, մարդը վախենում է սխալվելուց, ես օրինակ միշտ իմ աղջկան ասում եմ, փոքր ժամանակ գնում էի տուն, հորինում էի, ասում էի, այսօր ես այսպիսի բան եմ արել, հետո հասկացել եմ, որ սխալ եմ արել, սխալվել եմ, հետո ասեցի, ոչինչ, սխալվելը նորմալ է, մարդը պիտի սխալվի, հետո մտածեցի, ինչ անեմ, որ այդ սխալը ուղղեմ, ուղղեցի ու վերջ, ամեն ինչ լավ եղավ, ես դա անում էի, որ ինքը հասկանա, որ սխալվելը նորմալ է ու պարտադիր է, ով չի սխալվում, ինքը չի կարող առաջ գնա, եթե դու չես սխալվել, փորձ քեզ որտեղից, ճիշտ է, սխալվելու վախը, քննադատվելու վախը, ուրիշի կարծիքի վախը, այս են հիմնակարներից մեկն է, ոչ բոլորն եմ ասում, մի քանիսը հիմնակարներից են, որոնք չեն թողնում, որ մարդը ռիսկով գնա իր նպատակների, երազանքների հետևից, այսինքն փորձի հարստանա։ Կամ այս սխալ համոզմունքները, օրինակ դուք շատ երիտասարդ եք չեք հիշի, գուցե հիմա էլ են ասում, չգիտեմ, սովետի ժամանակ ասում էին, մեր ծնողները ասում էին, բան, փողը ձեռքի կեղտ է։ Այո։ Լսել եք այդպիսի արտահայտություն։ Այս ինչ նախադասություն է, փողը ձեռքի կեղտ է։ Ու ձևավորվում է, չէ՞, միտք այդպիսի, որ փողը ձեռքի կեղտ է, այսինքն ում մոտ կա այդ վատ մարդը, չէ, այդպես չի։ Ում մոտ կա, նա կարողանում է փող աշխատի։ Չենք խոսում վատ մարդկանցից, կարող են եւ վատ մարդիկ լինել, ովքեր աշխատում են, բայց կարող են եւ վատ մարդիկներ, որոնք չեն էլ աշխատում, ճիշտ է։ Այսինքն այդ դրանով չի բնութագրվում վատա թե լավ մարդը։ Դա ավելի ուրիշ կատեգորիա է։ Նաև դուք որ խոսում եք, երբ որ ծնողները փոքր տարիքից երեխային ինչ որ սխալ անելու դեպքում այսպես քարկոծում են կամ ասում են դու սխալ արեցիր, չի լինում դեպք միշտ բոլոր դեպքերում երեխան ընդգծվում է, թե լինում են դեպքեր, երբ որ երեխան ասում է չէ, ես կապացուցեմ, որ ես սխալ չէի։ Բացական մոտիվացիայի ճիշտ լավ հարց եք տվել, լինում են։
լինում են այդպիսի դեպքեր, բայց գիտեք ինչ դեպք է, ես ուզում եմ մի հատ այդպիսի դեպք պատմել ձեզ, ուրեմն մի հատ հաճախորդ ունեի կոնսուլտացիայի եկած, ինքը անընդհատ խանութներ էր կառուցում, խանութ է բացում, անընդհատ խանութ է բացում, այս մարդը հետո մի հատ տարածք էր վերցրել, որ տուն կառուցել ու վերջին պահին որոշեց, որ էլի խանութ պիտի կառուցի այդ տարածքի վրա, ոչ թե տուն, ու հասկացա, որ ինքը ինչ-որ խնդիր ունի, ես ինչի եմ այս խանութ կառուցել, տղամարդու մասին եմ խոսում, եկել էր կոնսուլտացիայի, ասում եմ ինչ այդ հետ կատարվում, ինչի եմ ես այսքան խանութ կառուցում, առաջի հարցը որ տվեցի, ասում եմ ձեր հայրիկի մասին ինձ պատմեք, ինչ հայրիկ ունեք, ու այդ մարդը մի անգամ ինձ ինձ պատացավ, ասում է գիտեք, այս հայրիկս, այս պապաս, այսքան բանը անում եմ, մի անգամ չասեց ապրի իմ տղան, չի ասում, խի չի ասում, ասում եմ ինչի չի ասում, այսինքն ինչ է կատարում, ինքը անընդհատ այդ կառուցում է այդ խանութները, որպեսզի հայրը մի օր գոնե մի անգամ գոնացի, «Ոյ, ապրի իմ տղա, ինչ տղա», չի ասում, հիմա սա դրական մոտիվացիա է, թե բացասական, չգիտեմ։ Եթե բիզնեսի տեսանկյունից վերցնենք, օքեյ, հա, դրական է, բայց եթե իր խորքայինը վերցնենք այս մարդու, թե ինչ է ինքը զգում, ինքը կուզեր 3 խանութով օրինակ բավարարվեր, հետո գնար իր կյանքը վայելեր, գուցե այդպես կուզեր, ճիշտ է։ Բայց ինքը անընդհատ պայքարի մեջ է իր հետ ու իր պապայի ստվերի հետ այնտեղ միտեղ, որ պապային մի անգամ ես գոնե պապան ասի ապրի իմ տղան չի ասում, դա միջև երբ է խանութ կառուցել ես մարդը։ Երբ է ապրելու։ Եվ լինում է դեպք, երբ որ նրա հայրը չի ասում, որ ապրես, որ այսքանը կառուցել ես, բայց ինքը երեխան երբ որ կառուցի, ինքը կասի, որ հոր սխալը չկրկնի։ Նայեք լոգիկայով հա, բայց կյանքում գրեթե չէ։ Ցավոք սրտի։ Իրենք իրեն այդպես անում, հա, ասում է, ես գիտեմ, որ դա վատ է, իմ մայրը ինձ ծեծել է, իմ հայրը ինձ չի գովացել, ես էլ չեմ անում դա։ Հետո ինձ ասում եմ, ախր դու գիտես, որ դա վատ է, ինչի չես անում։ Բայց չի կարողանում, ասում է, իմ երեխաներին ես չեմ կարողանում գրկեմ։ Հարցնում եմ, քեզ գրկել են։ Չէ։ Վատ ես չես զգացել, հա, բա չգիտեմ, չեմ կարողանում։ Այո, չեմ կարողանում, որտեղ դա այնտեղ է ագիտակցականի մեջ է, դա սցենար է, այսպես ասել, վարքային, ինքը այդպես է տեսել, մոդել է, այդպես է տեսել, այդպես է անում, մտածում է, այդպես է ճիշտ է, չի մտածում, այդպես է զգում, չգիտեմ։ Ու վերջ, բայց երբ իրենք դիմում են մասնագետի, աշխատում են կամ ինքնակրթվում են, այդ ուրիշի գրած սցենարները, այսպես ասած, վիրուսային ծրագրերը, որովհետև դա իրենցը չի, դա ուրիշի գրածն է, ծնողների գրածն է, դրանցից ձերբազատվում են ու մնում են իրական եսը, իրական իրենք ովքեր կան։ Այդ դեպքում արդեն կյանքը լրիվ փոխվում է։ Իսկ դուք ինչպես եք կարողանում ճիշտ դասավորել կին, գրող, հոգեբան եւ նաեւ մայր այդ դասակարգը։ Բոլորը սիրով, բոլորը։ Ես չեմ հիշում վերջին անգամ երբ եմ արել ինչ-որ մի բան չսիրելով։ Չեմ հիշում, չուզելով, ձգտում եմ չանել։ Երևի չեմ էլ անում, ուզում եմ հիշել ու չեմ հիշում, չկա դες բան։ Ամեն ինչ անում եմ սիրով։ Ես օրինակ գիշերը մինչև ժամը 2 հիմա այս պահին գրում եմ նաև ֆիլմ, իմ ծանր աշխատանքից հետո գնում եմ տուն, նստում եմ ու սկսում եմ ֆիլմ գրել։ Դա լինում է որ ավարտում է ժամը 2-ին գիշերվա եւ այլն։ Ինձ իմ մոտիկները հարցնում են, լավ, դու չես հոգնում, ես թվում է, ես դա անում եմ, որովհետև չգիտեմ, գուցե գումար եմ ուզում աշխատել եւ այլ, գումարը մի կողմ, գումարը դա արդյունքն է քո աշխատանքի։ Ես դա անում եմ, որովհետև սիրում եմ, որովհետև ուզում եմ, որ պահին զգամ, որ չեմ ուզում, չեմ անելու։ Վերջ։ Իսկ ձեր ֆիլմերը արդեն հասանելի են կարող, ձեր սցենարները։ Բավականին դե մի պահ բոլոր թվիների հետ աշխատում էի, հեռուստասերիալներ էի գրում, հիմա ամերիկյան հեռուստաընկերության US Armenia-ի համար եմ անում, շուտով կլինի։ Նաև երբ որ խոսում ենք ճիշտ դասակարգերից, կին, ծնող եւ մայր, կա ինչ ուզում եմ հասկանանք, կարող է ծնողը լինել հոգեբան եւ նաեւ ընկեր։ Շատ ենք լսում, որ պետք է ծնողը լինի ընկեր։ Ծնողը պետք է մնա միայն ծնող, թե նաեւ կարող է լինել հոգեբան եւ ընկեր։ Տեսեք, ես չեմ կարծում, որ ծնողը պետք է լինի ընկեր ամեն դեպքում։ Ես էլ ունեմ աղջիկ 18 տարեկան, մենք ընկերներ ենք եւ հա եւ չէ, որովհետեւ ես չեմ կարող իր ընկերը լինել, ինքը ունի ընկերուհիներ, ես իր համար հեղինակություն մամա եմ։ Երբ ինքը օրինակ ունենում է որևէ խնդիր, մենք շատ մոտիկ ենք իրար հետ, ինքը ինձ ոչինչ կարծում եմ չի թաքցնում, այնքան ինչքան չի ուզում թաքցնել այդքան բան, ինքը ունի իր ազնական կյանքը, կարող ինչ-որ բան լինի, չասի ու դա նորմալ է։
Ամեն դեպքում երբ ինքը ունենում է խնդիր ու գալիս է, ասում է մամա, հիմա եկել եմ, միացրու մաման, հոգեբանը չմիացնես։ Ահա, այս ի՞նչ է նշանակում, որ ես պիտի իրալիքի վրա լինեմ, ոչ մի խորհուրդ չտամ, հա, ինքը ինչ զգում է, օքեյ, որպես մամա ենք։ Գնացինք, խոսում ենք որպես մամա։ Բայց մեկ էլ կգա ասի, այ հիմա խնդրում եմ միացրու հոգեբանը, ես ունեմ խորհրդի կարիք։ Այդպես։ Տարբեր դերերում։ Այո, տարբեր դերերում, այո։ Շնորհակալ ենք շատ եւ խոսենք նաեւ թե գրքերը շարունակություն ունենալու են եւ ինչ նոր գրքեր սպասեն։ Կինը գիրքը այո ունի շարունակություն, գրում եմ, աշխատում եմ դրա վրա տղամարդը վերնագրով, այս կնոջ տղամարդու, Արդեն տղամարդու խնդիրներով։ Այո, տղամարդու խնդիրներով, շատ հետաքրքիր է ստացվում, սիրում եմ եւ կերպարը եւ այդ ամեն ինչը, պարզապես ժամանակի խնդիր ունեմ, մի քիչ երկար է այդ process-ը կատարվում, անդադ ընթերցողները գրում են չկա, գիրքը չկա, լինելու է, շուտով կլինի, կարծում եմ շուտով կլինի, փորձում եմ ամեն դեպքում ամեն ազատորեն օգտագործում եմ որ գրեմ։ Աղջկաս հետ միասին վերջերս ստեղծեցինք հաջողության օրագիր գիրք, որը շատ ակտուալ է դեռահասների մոտ, սիրով ձեռք է բերում։ Այո, Ձեր աղջիկը կարծես ձեր նոր ուղղությունն է։ Ինքը հոգեբանության մեջ է, սիրում է շատ, գրում է, այո, ինքը 11 տարեկանից գրքերի հեղինակ է, Սուպերնռան է, երհատորյակի հեղինակն է։ Այդպես, այո, այսօր թե հա։ Իսկ մոտավոր արդեն քանի գիրք ունեք տպագրած։ 10 գիրք։ Տղամարդը կլինի 11-րդ։ Այո։ Շնորհակալ ենք շատ եւ հուսով եմ եւ գրքերը ձեր եւ նաեւ խորհուրդները շատ մեծ ազդեցություն կունենան հեռուստադիտողի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Շնորհակալ։ Սիրելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ այսօր զրուցում էինք գրող, հոգեբան, մոտիվացիոն խոսնակ Արփի Վանյանի հետ։ Այս պահին տեսահոլովակ կդիտենք եւ կվերադառնանք։ Հարգելի հեռուստադիտողներ, հիմա հերթը օգտակար խորհուրդներին է եւ այսօր միասին խոսելու ենք մասուրի մասին։ Մասուրը հարուստ է C, P, A, B2, K եւ վիտամիններով։ Մասուրն օրգանիզմի տոնուսը բարձրացնող, իմունային համակարգը խթանող, հակաբորբոքային միզամուղ հատկություն ունի։ Մասուրի մշտական օգտագործումը նպաստում է մազանոթների պատերի ամրացմանը, խթանում հյուսվածքների վերականգնմանը, ինչպես նաեւ նպաստում է նյութափոխանակության բարելավմանը։ Մասրենու պտուղներից պատրաստված եփուկները օգտակար են ավիտամինոզի, մրսածության, հարբուխի դեպքում, որպես պրոֆիլակտիկ միջոց աթերոսկլերոզի դեպքում, ինչպես նաև մարսողական համակարգի, հոդերի տկարության, մաշկի չորության դեպքում։ Մասրենու արմատները, թփերը, տերևները, սերմերը նույնպես հարուստ են օգտակար հատկություններով։ Արմատներից պատրաստված թուրմերը օգտակար են լեղու, քարային, երիկամաքարային հիվանդությունների դեպքում։ Մասրենու սերմերի յուղը օգտագործվում է բերանի խորոչի հիվանդությունների, պարկելախոցի բուժման համար։ Մասրենու եփուկները, թուրմերը կանխում են տղամարդկանց միզասեռական համակարգի հիվանդությունների առաջացմանը։ Օգտակար են շագանակակեղծի բորբոքման դեպքում, ինչպես նաև նվազեցնում է սրտանոթային համակարգի խնդիրների առաջացման հավանականությունը։ Մասուրը օգտակար է նաև արյունաստեղծման, խոլեստերինի մակարդակի նվազեցման գործում։ Սակայն մասուրը հակացուցված է գաստրիտի, խոցային հիվանդությունների դեպքում։ Ինչպես նաև խորհուրդ չի տրվում օգտագործել մասուր ալերգիա ունեցող մարդկանց, նույնպես խորհուրդ չի տրվում։ Մասուրը խորհուրդ չի տրվում օգտագործել նաև սրտի ներքին շերտի բորբոքման դեպքում։ Մասուրի չարաշահումը կարող է հանգեցնել ատամի էմալի վնասմանը, արյան ճնշման բարձրացմանը, կարող է առաջացնել փորկապություն, ինչպես նաև լեղու արտազատման խնդիրներին։ Իսկ հաղորդման վերջում, սիրելի հեռուստադիտողներ, առաջարկում եմ ծանոթանանք Մալայզիայի հետ։ Մալայզիան գտնվում է հարավ-արևելյան Ասիայում, որտեղ արևադարձային բնությունը, բազմազան մշակույթը եւ պատմության հնագույն շունչը միահյուսվում են ժամանակակից քաղաքակրթության հիասքանչ պատկերներով։ Հիմա առաջարկում եմ միասին ծանոթանանք այս երկրի պատմության հետ։ Մալայզիա։ Մալայզիան գտնվում է հարավ-արևելյան Ասիայում։ Սահմանակից է Թայլանդին, Ինդոնեզիային, Սինգապուրին եւ Բրունեին։ Մայրաքաղաքը Կուալա Լամպուրն է։ Մալայզիայի տարածքը բնակեցվել է վաղ քարիդարից։ Մեր թվարկությունից առաջ առաջին հազարամյակի սկզբին կենտրոնական Սումատրիայից Մալայզիայի տարածք է ներթափանցել այժմյան մալայացիների նախնիները։
Մալակա թերակղզու դասակարգերի առաջացման պետականության կարգավորման գործում նշանակալի դեր են խաղացել առևտրական և մշակութային կապերը Հնդկաստանի հետ։ Հնդիկ գաղութարարների հայտնվելը բուդդայականության և հինդուիզմի ներթափանցումը։ Մալազիայի տարածքում առաջին պետություններն առաջացել են Մալակա թերակղզու հյուսիսում, որոնք 3-4-րդ դարերում կախման մեջ են եղել հնդկաչինի Ֆունան պետությունից։ Մալազիան սահմանադրական միապետություն է, նահանգների ֆեդերացիա։ Գործող սահմանադրությունը ընդունվել է 1957 թվականին։ Մալազիան գտնվում է հասարակածային գոտում։ Մալակա թերակղզու մակերևույթի մեծ մասը զբաղեցնում են բլուրները, ցածրադիր և միջին բարձրության լեռները, որոնց բաժանող երկայնաձիգ հովիտները լցված են փխրուն նստվածքներով։ Մալազիայի բնակչությունը բնութագրվում է էթնիկական բարդ կազմով։ 50%-ը մալայացիներ են, 22%-ը չինացիներ, 6.7%-ը հնդիկներ։ Պետական լեզուն մալայերենն է, կրոնը իսլամ, կան նաև բուդդայականներ և քրիստոնյաներ։ Ներկայումս Մալազիայի արդյունաբերությունը զարգանում է շատ արագ։ Տնտեսական համագործակցություն է հաստատվել նաև Ճապոնիայի հետ։ Գյուղատնտեսության առաջատար ճյուղը երկրագործությունն է, մշակում են նաև յուղատու և կոկոսյան արմավենիներ, բրինձ, ծխախոտ, արքայախնձոր, զբաղվում են ձկնորսությամբ, արտահանվում է էլեկտրական սարքավորումներ, փայտանյութ, նավթ և նավթամթերքներ, արմավի յուղ և արևային վահանակներ։ Ավանդական արվեստի գործերի շարքում արժե նշել նաև ազգային մալազիական և ինդոնեզիական դաշույնը, կրիսը։ Շատ տարածքներում մշակվել է նաև կերամիկական արտադրանքի արտադրություն։ Ավանդական արվեստը տարբեր տարածքներում խիստ տարբեր է, սակայն հարկ է նշել, որ մալազիական արվեստի ձևավորման մեջ մեծ ազդեցություն է ունեցել հնդկական մշակույթը։ Միևնույն ժամանակ երկրի իսլամացման ընթացքում արվեստի հնդկական և բուդդայական տարրերը սկսեցին կորցնել իրենց նշանակությունը, տալով ավելի մեծ նշանակություն մերձավոր արևելքի մշակույթին, իսկ հետագայում եվրոպական մշակույթին։ Մալազիայի ճարտարապետությունը իրենից ներկայացնում է տարբեր ոճերի համադրություն, ավանդական չինականից ու հնդկականից մինչև եվրոպական։ Սիրելի հեռուստադիտողներ, այսօրվա համար մենք նախատեսել էինք այսքանը, ձեզ մաղթում եմ հաճելի օրվա շարունակություն և մինչ նոր հանդիպում։